Մեր զգոնությունը պետք է ավելի բարձրացնենք, որտեղ մեզ շատ մոտ ենք վտանգին։ Դիմադրության համակարգեր ստեղծել։ Ավելի շուտ ինձ կորոշեցի, քան ես կարող եմ կասեցնել։ Այդպիսի ծրագիր եմ առաջարկել, ասում եմ, փոփոխություն առաջացնելու բանաձևն է։ Հայաստանը գալիս ՍԴ-ի որոշումից օրեր առաջ։ Քաղաքական միտքի ու պրոդուկտի դեֆիցիտ ունենք։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր։ Սիրով։ Պարոն Սուրենյանց, հունիսի 7-ից հետո հետընտրական զարգացումներ այդպես էլ չտեսանք։ Կան իրավական գործընթացներ, որոնց ընդդիմությանը ձայն տված կես միլիոնից ավել մարդիկ մեծ հաշվով անհաղորդ են։ Այսինքն հետաքրքիր չեն այդ գործընթացները։ Ընդդիմության այս ակնհայտ պասիվության, արձակուրդային տրամադրության հետևում կարող է կա գործընթաց խորքային, որը տեսանելի չէ, բայց կա, եւ դուք օրինակ տեղյակ եք դրա մասին։ Կանի պատճառ կա, որ ձեր ասած հետընտրական զարգացումները չկան։ Առաջինը Հայաստանում ստեղծված աննախադեպ համակարգն է, որը եթե գիտականորեն ձևակերպենք, կոչվում է մրցակցային ավտորիտարիզմ, երբ իշխանությունը պետական բոլոր ինստիտուտները անխտիր դարձրել է քաղաքական հաշվի արդարի գործիք, եւ այդ գործիքները զբաղված են ի թիվս այլ բաների երկու կարևոր գործով էլ ճակերտավոր հասարակությանը ահաբեկել եւ հասարակությանը պառակտել։ Երկփեկված, ֆրագմենտացված հասարակություններում նույնիսկ բողոքի շուրջ կոնսոլիդացիա չի լինում, եթե անգամ հասարակության շատ սեգմենտներ փոփոխություն են ուզում։ Սա մեկ։ Երկրորդը հայաստանյան իրականությունն է այդպիսին, երբեք Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական զարգացումներ չեն եղել։ Դա եղել է նախագահական ընտրություններից հետո, դե խորհրդարանական ընտրություններ պրիզային է այսպես կոչված, այսինքն հաղթողը մեկը չի։ Լավ կամ վատ, 2-3 այլ սեգմենտներ էլ փոքրամասնության կարգավիճակով մանդատներ են ստանում, դա լիցքաթափում է որոշակի դժգոհություն։ Փաստաբաններից մեկը ասես, չէ, բրոնզ արծաթ այդ ֆուտբոլային տերմիններով, դա էլ է նպաստում։ Եվ երրորդ պատճառ կա, որ արդեն լուրջ քննարկման թեմա է, որտեղ այնուամենայնիվ այսօրվա խորհրդարանական ընտրությունները նույնական են հին նախագահական ընտրությունների որոշ իմաստով, միակ համապետական ընտրություններն են։ Այդ երրորդ պատճառը թաքնված է գործող ընդդիմության քաղաքական կառուցվածքի եւ քաղաքական հետագծի մեջ։ Մենք չունենք հեղափոխական ընդդիմություն չունենք, ասում եք։ Այո, նաեւ ռազմավարական քաղաքական մտածողություն ունեցող առաջնորդություն չունենք։ Սրանք լուրջ խնդիրներ են արդեն, այսինքն մարդիկ են շատ անկեղծորեն ձգտում են փոփոխությունների, բայց երբ որ քաղաքականությունը պլանավորում է սիրում։ Օրինակ, երբ որ շատ հարգարժան լիդերներից մեկը ասում է ես պլան B չունեմ, դա ուժեղ կողմ չի, դա հաղթանակի ազդանշան չի, դա քաղաքականության խորքային չընկալում է։ Քաղաքականության մեջ չի կարա մի պլան լինի։ Այդ պարագայում գոնե անկեղծ էին։ Իհարկե։ Մյուս դեպքերում Ես չեմ ասում, կամ մեր ուժի վրա գան, որպեսզի չլինի, որ ուրիշից եմ խոսում։ Հրաշալի ստարտային պայմաններում, երբ որ դու վարչապետի տեխնացուի անուն չես տալիս, հասարակական ընկալման մեջ դու ասոցացվում ես վճարականության դեֆիցիտի հետ եւ ասոցացվում ես մագիստրալ ուժ չլինելու հետ, որտեվ պարզ է, չէ, ցանկացած մագիստրալ ուժ իր վարչապետի տեխնացուն է ունենում։ Այսինքն սրանք խնդիրներ են եւ օպերատիվ արձագանքման ունակությունը նման ընդդիմությունների շատ թույլ է լինում, որտեղ իրանք բյուրոկրատական են լինում իրենց կառուցվածքով։ Դա կայունության նշան է, դրական է մի իմաստով, բայց մյուս կողմից, երբ որ դիմացդ մի իշխանություն է, որը սոցիալ պոպուլիստներով է համալրված, իրանք շատ արագ դինամիկ արձագանքում են ամեն ինչի, ամեն րոպե օրակարգ են, չէ՞, ձևավորում, պերաշկի ուտելուց սկսած, դա էլ է օրակարգ։ Շատ էժան օրակարգ է, շատ քաղաքական մշակույթը կործանող օրակարգ է, բայց կապ չունի, դա վարքագիծ է, դա ինչ-որ ասոցիացիա է, ինչ-որ բաների հետ, հետո զարգացրեց, չէ, ասեց
ես պերաշկի եմ ուտում, որովհետև սովորական մարդ եմ։ Ու այդ լյումպենի մի հատ մեծ շերտի համար կարևոր կոնսոլիդացնող բան է, բայց դրա մասին չէի խոսում էի իրենց արագ տեմպի եւ ընդդիմության դանդաղաշարժության մասին։ Օրինակ ես մի 30 տարի եղել եմ ընտրական ցիկլում տարբեր կարգավիճակներով, չէր կարելի օրինակ թողնել, անկախ նրանից ոնց կարձականքենք։ Տեսեք 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 2:20 տեղի ունենում իշխանության ուզուրպացիայի ակնհայտ դրսևորում։ Ինքը ֆիզիկապես չէր կարող տվյալներին տիրապետել, որ հաղթել է անպայման, բայց հայտարարում է։ Այդ մասին խոսել ենք։ Այո, չէ, ես իմ արձագանքի մասին եմ ասում։ Ժամեր շարունակ ընդդիմությունից արձագանք չկար այդ փաստին։ Եվ մինչև այսօր չկա, պարոն Մինչև այսօր ցավոք սրտի չկա, ինստիտուցիոնալ արձագանք չկա ամենայն դեպս, ասես դիսկրետ, այո, բայց ձեր եթերում արձագանքում են, բայց դա չի համարվում ինստիտուցիոնալ արձագանք, դա մաքսիմում մեծացնում է իմ լսարանը։ Ինչ-որ մարդիկ լսում են, սկսում են մտածել, քննարկում են։ Պարոն Սարյանց, ներողություն, կարծում եմ այս հարցը որ պիտի տամ, նաև ուղիղ առնչվում է առաջին հարցին եւ հետեւաբար ձեր պատասխանն էլ լրացնելու հնարավորություն է տալիս։ Դուք ասում եք, որ ընդդիմությունը պետք է անկեղծորեն հաղորդակցվի հասարակության հետ։ Անկեղծ կոմունիկացիայի կարիք կա։ Նախ կա կոմունիկացիայի կարիք, հետո նոր անկեղծի մասին խոսելու։ Դեռ համաձայն եմ ձեր հետ։ Առաջինն էլ չկա, երկրորդը չկա։ Պարոն Սուրենյանց, վակուումի մեջ է այն հատվածը հանրության, որը մոտիվացված գնաց մասնակցեց ընտրության եւ սպասում էր ընդդիմության քայլերին։ Իսկ ավելի գլոբալ խնդիր ունենք։ Դե։ Որպեսզի ձեր ասած կոմունիկացիան լինի, հետո իմ ասած անկեղծ կոմունիկացիան լինի, ջալուս լրիվ համաձայն եմ, կոմունիկացիա էլ չկա, որ մի հատ էլ անկեղծ կամ ոչ անկեղծ լինի, դրա այդ երկուսից առաջ քաղաքական պրոդուկտ լինի։ Չէ՞։ Որպեսզի կոմունիկացիայի միջոցով հասնես տեղ։ Քաղաքական միտքի ու պրոդուկտի դեֆիցիտ ունենք։ Այն թվում է, որ դա լինի։ Գիտեք, դժբախտություն չի, որ դու կայծակնային հեղափոխության սցենար չունես։ Իսկապես դա դժբախտություն չի, որովհետև դե հիմա այդպեսին առանձնահատկությունը, ու մենք կամիկաձեներ չենք։ Բայց շատ վատ է, որ դու չես հասկացել, որ դու հետընտրական փուլում չունես միջնաժամկետ կտրվածքով, ենթադրենք տարի ու տարեկեսվա ընթացքում փոփոխություն առաջացնելու քաղաքական համակարգ։ Որտեւ այլ բան է նախընտրական գործիքը, դա տեսականորեն Սուրենն ու Լիլիթը կարող են ստեղծել կոնկրետ նպատակ սպասարկելու համար, նախընտրական չէ, 40 օր ենք սպասարկում, 50 օր, շուտ մոդելավորում ենք անում եւ այլն։ Բայց որպեսզի հետընտրական բանը, որը ավելի ծախսատար, ավելի ռեսուրսատար, ավելի մեծ էներգիա եւ մարդկային ռեսուրսի ներառականություն պահանջում, այո, կամք, նաեւ ճանապարհային քարտեզ, դրա համար արդեն կայուն համակարգեր պետք է լինի։ Այսօրվա ընդդիմության մեջ քաղաքականին մոտ համակարգ ունի, քաղաքականին մոտ, դա էլ իդեալական չի, Հայաստան դաշինքը, այն էլ պատմական փորձով, հետագծով եւ այլն։ Մյուս երկու առաջատար ուժեր կան, առաջին հերթին պետք է ստեղծեն այդ քաղաքական համակարգերը եւ կուսակցությունը ֆորմալ առումով անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է համակարգ համարվելու համար։ Այն էլ էս չկայացած կուսակցական համակարգում, էլի։ Պարոն Սուրենյանց, դուք անկեղծ եք խոսում։ Հիմա ի՞նչն է խանգարում մյուս ուժերին եւ մյուս ուժերի ներկայացուցիչներին խոսել նույնքան անկեղծ, բացատրել իրավիճակի բարդությունը, ընդդիմության ծանր վիճակը, այդպիսով նաեւ ժամանակ կարողանալ ճիշտ օգտագործել։ Չէ, ինչի ինքնագովազդ հանկարծ, ես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ եմ եւ քաղաքականության մասին չեմ հիշում ընտրությունից ընտրություն։ Դա իմ զբաղմունքն է, իմ պրոֆեսիան է, որը ես վատ եմ կատարում, որտեվ երկրում էս վիճակն է։ Ձեր հարցի պատասխանը է, մի մասի մոտ առաջնորդության ռազմավարական մտածողության պակաս կա։ Այսինքն իրենք պայմանական ընտրությունը համարում են աշխարհի վերջ։ Համարում են, եթե չի ստացվել, հիասթափվում։ հա, եթե չունես ռազմավարական մտածողություն, դա մետրոյի վերջի կանգառը։ Որպես մեղավոր կարգվում է կամ
միայն չար իշխանությունը, որ մենք մայստերեզա իշխանություն չունենք, կարծում եմ բոլորս գիտենք, չէ՞, որ մենք խիստ մեդիագրագետ հասարակություն չունենք, կարծում եմ դա էլ նենց շատ մեծ բացահայտում չէ, բայց որ մենք իմաստուն հասարակության բավականին իմաստուն շերտեր ունենք, դա էլ է փաստ, որ մենք չկարողացանք այն քաղաքական պրոդուկտը տալ, որ հասարակությունը ամսի 7-ից բացի կոնսոլիդացված վարկագծի այլ կանգառներ ունենար, դա արդեն մեր խնդիրն է։ Հասարակության շարքային անդամները, որոնք քաղաքացիական իրենց պարտքը կատարել են, սկզբունքորեն չնայած ճնշումներին քաղաքացիական խիզախություն են Եվ դրսևորել։ ունեցել ենք ակտիվ Այո, մասնակցություն։ մեղ չունեն, չէ, որ ընդդիմությունը պլանավորում չունի, որտեվ իրանք պրոֆեսիոնալ առումով այլ մասնագիտությունների տեր մարդիկ են։ Նախ, սա դաս, քաղաքականությամբ դի զբաղվեն միայն քաղաքական գործիչները, սա շատ կարևոր բան է։ Ես վերջնականապես անշրջելիորեն եկել եմ այս ընտրություններում իմ ամենամեծ ձեռքբերումը այդ եմ համարում, որ վերջնականապես եկել եմ այդ ելակետին, որ քաղաքականությամբ դի զբաղվեն մարդիկ, որոնք սիրում են քաղաքականությունը, որտեվ եթե մեկը մանկավարժությամբ է զբաղվում, բայց չի սիրում ուսուցչի գործը, դժվար թե ինքը կարողանա իր առաքելությունը լավ կատարել դպրոցում, չէ՞, չենք տա, չէ՞ մենք երեխեքին մեր այդ դպրոց, այդ դասարան չենք տանի։ Հիմա նույնը քաղաքականության մեջ եւ երկրորդը ռազմավարական մտածողության շուրջ պետքա ձևավորվի էլի տա, եւ երրորդ շատ կարեւոր բանը ասեմ։ Սա փակագծերը շատ չեմ բացի, բայց կարծում եմ կարեւոր բան եմ ասելու։ Մեր հասարակության 50 թե 60%-ը աղքատ է, ու ամենայն դեպս եկամուտները բավարար չեն բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Երևի սոցիալ-դեմոկրատական պլատֆորմի շուրջ կոնսոլիդացիա է պետք։ Իսկ դա ընդդիմության առաջնորդության կառուցվածքն էլ է ենթադրում, որ այլ պիտի լինի, որովհետև երբ որ օրինակ գնում ես աղքատ հասարակության մեջ, քո հագու կապից, քո վարքագծից, քո ամեն ինչից ինքը տեսնում է շատ էլիտար։ Բան, դա խզում է երևի առաջացնում։ Կոնտրաստը տեսանելի է, այո։ Ընտրարշավի օրերին, երբ հարցնում էինք, ինչ եք անելու պարտության դեպքում, չհաջողելու դեպքում, խոդաբաշխ պատասխան որևէ կողմից չի հնչել։ Հիմա այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ, հստակ, մի քանի անգամ հետևողականորեն հայտարարում է, որ բոլորին նստեցնելու է, հարցը հնչում. ինչ եք անելու այս իշխանության սանձարձակ գործելավոճին, այս մեքենան կասեցնելու համար իշխանության։ Ինչ եք անելու։ Լավ, դուք երևի համաձայն եք, որ այն հայտնի շատ բարի մուլտֆիլմի պես, որտեղ ինչ-որ ծերուկ երազներ կորցրել կամ քունը, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմությունն է կորցրել, դա ակնհայտ է, չէ՞, գիտենք։ Նույնիսկ իր լեգիտիմությունը վերականգնելու ջանքերում նա երկու պլան A, պլան B ուներ։ Սկզբում իր լեգիտիմությունը վերագտնելու փորձ արեց, ընդդիմությունը հրահարելով, որ փողոց դուրս եկեք եւ այլն, ակնհայտորեն նա շատ լավ տիրապետում է արկավիճակին եւ գիտեր, որ զանգվածային փողոց չի լինելու, փորձում էր այդ ֆոնին, նոսր փողոցի ֆոնին իր լեգիտիմությունը վերագտնել, որովհետեւ գիտեք, լեգիտիմությունը նաեւ ձեռքբերովի է լինում։ Հիմա փորձում է այդ լեգիտիմությունը վերագտնել այսպես կոչված հանցագործ օլիգարխներին կալանավորելու կամ Թալանչին այսպես կոչված ճակերտավոր այդ բանի մեջ, այսինքն դրա համար այն գեներացրել են խիստ հակապետական, հակամարկային, հակասոցիալական թեզը, որ 500 քանի հազար ձայն օրգանիկ չի բանով է գեներացված դրա կաշառքներով, դա աննախադեպ հայտարարություն է, իսկ ասա երեշավոր նույնիսկ էլի, դա հասարակության այդքան մեծ զանգվածի դնել մարգինալ կարգավիճակում կամ հանցագործ կարգավիճակում, սա ուղղակի աննախադեպ է։ Հիմա այո, ինքը փորձելու է ձերբակալություններ անել, զանգվածային։ 3 լիդերներին էլ հասնելու է։ Այդ չեր թաքցնում է, այն դեպքն է, որ մարդը շատ, ասում է, բոմժ են դառնալու, նստելու են։ Երկու բան կա, չէ՞, կամ գուլակաթափ եմ անելու, նստացնելու են, բոմժ եմ դարձնելու։
կանի թե չէ, իսկ ինչի պիտի չանի։ Հասկացա։ Չեն անում մի պարագայում։ Ռեպրեսիվ մեքենան, ոնց որ մեր բոլորի մեքենաները մաշվելու հատկություն ունի։ Որպեսզի ինքը մաշվի, ինչ որ դիմադրություն է պետք, չէ՞։ Այդ դիմադրությունը ատամները այդ մեքենայի փշրում է կամ աշճանաբար հասցնում է այն տեղին, որ այդ մեքենայի այդ կործանարար ֆունկցիան այլևս անիմաստ է դառնում։ Թափքը թուլան։ Այո, իսկ դրա համար ի՞նչ է պետք անել։ Դիմադրության համակարգեր ստեղծել։ Փող Եթե- ունի ինդիմությունը, ռեսուրս Հիմա ունի տեսեք, ինդիմությունը։ ձեր զրուցակիցը համեստ եկամուտներ ունեցող մարդ է։ Այո։ Ես ինքնուրույն եթե կարողանայի, լիդերներից ոչ մեկին չէի դիմի այս հարցում Ըհը։ եւ կանեի ինքս։ Բայց ես կարամ շատ մինի համակարգ ստեղծեմ իմ ուժերով, որը եկեք ընդունենք, որ այդ մեքենայի բանը ընթացքը շատ դանդաղ կարող է կասեցնել, ավելի շուտ ինձ կհոշետի, քան ես կարող եմ կասեցնել։ Հիմա դրա համար ես օրինակ իմ ցուցակի առաջին համարին այդպիսի ծրագիր եմ առաջարկի, ասում եմ, պետքա մի համակարգ ձևավորվի կենսունակ դիմադրության իր պոտենցիալով, որտեվ այդ դեպքում եթե մի քանի համակարգեր լինեն, այդ ռեպրեսիվ մեքենայի պոտենցիալը շատ արագ մաշելու է կամ հավասարեցնելու ենք այնպիսի մակարդակի, որ ռեպրեսիան այլևս չաշխատի։ Սա նաև երկրում փոփոխություն առաջացնելու բան է ձևնա, որտեվ հենց ռեպրեսիվ մեքենան չի աշխատում։ Փոփոխությանը սկսում են տասնյակ կամ 100 հազարավոր մարդիկ հավատալ։ Հիմա ինչի չհավատացին այդ տասնյակ կամ 100 հազար, այսինքն հավատացին միայն քվեարկության գնալու ճանապարհով։ Հետընտրականի չհավատացին, որտեվ տեսան, որ ընդդիմությունը ցավոք սրտի չի ստեղծել համակարգեր նախընտրական փուլում, որոնք պատրաստ են այդ հրեշի դեմ, որ կոչվում է ռեպրեսիվ մեքենա, մրցակցության դուրս գան։ Հիմա համակարգ ստեղծելու համար շատ կարևոր նախապայմանը ռեսուրսը։ Դրա համար էլ Ընդդիմությունը դիմել եմ ունի։ օրինակ իմ ընտրացուցակի ղեկավարին, բայց ես շատ գորոշ չեմ, կարող եմ դիմել այլ առաջնորդների նույնպես, որպեսզի բոլորը հասկանան, որ պետքա այդ համակարգը ձևավորվի։ Եթե այդ համակարգը չձևավորվի, ա. փոփոխություններ չենք ունենալու, բ. այս իշխանությունը կարող է փլել երկրի վրա, իսկ ինքը գնում է ինքնաոչնչացման ճանապարհով, դա բոլորն են տեսնում։ Եվ երրորդը հասարակական եւ քաղաքական հարաբերությունների այնպիսի դեգրադացիա կարող է տեղ ունենալ, որովհետեւ դանված բանը հետա մնաց ինչ-որ լուզեր երկիր, արդեն կայուն ընթացքի համար։ Պարոն Սրանյանց, այն որ Նիկոլ Փաշինյանը սպառել է իրեն, շատերը արձանագրում են դա։ Բայց նկատելիորեն, հատկապես հունիսի 7-ից հետո, առավել մեծ ջանք է գործադրում իրեն դիրքավորելու նաև որպես ընդդիմության լիդեր։ Օրինակ, խոսում է այն մասին, որ Հայաստանում արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին, փող ունեցողներին։ Եթե ունենաս տեսողության եւ լսողության որոշակի խնդիրներ, կարող է կարծես, որ դա Նիկոլ Փաշինյանը չէ ասում։ 2017-ին Նիկոլ Փաշինյանն է Կամ էլ որևէ ուրիշ մեկը։ Բայց չէ, դա ասում է Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում, ամենազավեշտալիներն է պարոն Սրանյանց, որ Եվրամիության դեսպանը Մարագոսը ասում է Հայաստանը վերջին տարիներին զգալի ջանքեր է գործադրել արդարադատությունը, իրավական համակարգը եվրոպական չափանիշներին մոտեցնելու եւ ոլորտը բարելավելու ուղղությամբ։ Գիտեք, սրտիցս գալիս է ինչը, տուն Եվրամիությունը Կաչինսկի էր կարծեմ Լեհաստանի նախկին նախագահին, մեղադրում էր սահմանադրական դատան ուզուրպացնելու մեջ։ Օրինակ իրենց արգումենտներից մեկն այն էր, որ սահմանադրական դատանի բոլոր անդամները Կաչինսկու նախագահության օրոք եւ նույն քաղաքական ուժի կողմից են նշանակվել։ Բայց չգիտես ինչու Եվրամիության հայաստանյան դեսպանը չի նկատում, որ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է Հայաստանի, որի օրոք սահմանադրական դատանի բոլոր անդամները անխտիր 2018-ից հետո են նշանակվել։ Օրինակ Սերժ Սարգսյանի օրոք դատավոր կար, որ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք էր նշանակվել, նույնը Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Բանը այդ սահմանադրական դատանի ինստիտուցիոնալ ինքնիշխանության դեմ այս կարգի ոտնձգություն չկար, հա։
Ավելորդ ասել, որ հենց Նիկոլ Փաշինյանն արդարադատությունը ոչ մատչելի սարքել հասարակության լայն շերտերի համար, որտեղ հարկային օրենսգրքի փոփոխությունները, որով փաստաբանական ծառայությունը թանկացավ, հենց Նիկոլ Փաշինյանի օրոք ա եղել, եւ իսկապես հիմա տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների համար փաստաբանի նույնիսկ բարևելը մատչելի չի։ Հետևաբար այս բոլոր բաները կան եւ արդարադատության համակարգն կործանել է ինքը։ Լավ ինչի՞ է Նիկոլ Փաշինյանը այս դեպքում անշուշտ ինքը շատ լավ հասկ ինքն է, չի ասել վնգստացող դատավորների մասին, որ չկա մի դատավոր, որ հանդգնի իրան դեմ լի, այս բոլոր բաների փայլուն գոհարների հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Բա լավ այդ դեպքում ինչի՞ է այս միտքը գեներացնում։ Ինքը նոր հեքիաթ է օրինել, որ իր ձևակերպման ասեմ, Հայաստանի այսպես կոչված օլիգարխիատը եւ հին համակարգի ներկայացուցիչները իբր ապօրինի ձևով վերահսկողություն ունեն դատական համակարգի վրա եւ ինքը այն առաքյալն է ճակերտավոր, որ եկել է խեղճ դատական համակարգը փրկելու այդ ապօրինի միջամտությունից, այսինքն ռեպրեսիաների նոր ալիք պիտի անի, փորձում է դրա համար այսպես կոչված գաղափարական հիմքեր ստեղծի։ Սա ինքնին հասկանալի է։ Ու կանի, եթե դու չես ստեղծում դիմադրության համակարգ, ի՞նչն է խանգարելու իրան։ Ի վերջո, օրինակ դատական համակարգի խորհրդանիշ հանդիսացող Մացոն, որը նախկիններին է ծառայել, հիմա դատարանի նախագահ, մնացական Մարտիրոսյան չէ կարծեմ։ Դուք կարծում եք, որ ինքը ինչ-որ ոտնձգություն անի դատական համակարգի դեմ, մնացական Մարտիրոսյանը հանդգնելու է դրան դիմադրել։ Իհարկե ոչ։ Դուք կարծում եք, որ սահմանադրական դատարանի որևէ դատավոր իսկապես, հատկապես օրինակ այն դատավորը, որը իր տեղում նստած պատերազմ էր հայտարարել Պուտինին, մոռանալով իրավունքի եւ ամեն ինչի մասին։ Դուք կարծում եք այդ մարդիկ դիմադրեն, այսինքն նա կատարում էր իշխանական ռոպագանդայի գործառույթ դատավոր լինելով։ Հասկանում եք, խնդիրը ստեղ բանի մեջ է, այլընտրանքային համակարգեր կարող ես ձևավորես, թե չէ։ Եթե չես ձևավորելու, այս բոլոր մանիպուլյացիաները Նիկոլ Փաշինյանը փրկչական ծրագրի քողի տակ վաճառելու է հասարակության անիրազեկ խավերին, միշտ մի հատ թշնամի է գտնելու, որի դեմ իր հերոսական պայքարը մատուցելու է որպես մի մեծ ծառայություն այս ազգին։ Եվ դա անելու է աշխարհաքաղաքական ուժերի աջակցությամբ, այլ բան, որ դուք էլ շատերը ընդգծում են, որ դա այո ունի հստակ գին, որը վճարում է Հայաստանը։ Այո, հիմա տեսեք, ինքը բերում է Եվրահանձնաժողովի նախագահը, ինքը բերում է այդ տիկնոջը, այդ խմբին ընդհանրապես ես անվանում եմ եվրոֆաշիստներ, որոնցից իրականում պետք է պաշտպանել արևմտյան ունիվերսալ արժեքները, որի կրող եք դուք, ես, այսինքն այդ արժեքների դեմ արևմտյան լուսավորչական արժեքների հետ որևէ մեկս խնդիր չունի, որևէ բանական մարդ խնդիր։ Բայց այն էլիտաները, շահախմբերը, որ հիմա Եվրոպայում ձևավորվել են, նրանք վերից վար կոռումպացված արևմտյան արժի համակարգի հետ որևէ աղերս չունեցող խմբեր են, որում այդ պնդումը ճշմարտացի է, թե Միացյալ Նահանգների համար, որտեղ օրինակ Էփստեյնի գործով կարող են ամբողջ վերնախավի վարքագիծը կանխատեսելի դարձնել եւ եվրոպական էլիտաների համար եւ այլն։ Հիմա այս էլիտաները, տեսեք, այդ Եվրահանձնաժողովի նախագահը Հայաստան է գալիս շատ մեծ խմբով, Նիկոլ Փաշինյանը ստանում է այդ այլանդակությունները անելու քարտ բլանշ դեմոկրատիայի անունից, Հայաստան է գալիս ՍԴ-ի որոշումից օրեր առաջ, 1-2 օր առաջ, այդ հրապարակումից 1-2 օր առաջ եւ խոսում է Հայաստանի ուժեղ ժողովրդավարությանը աջակցելու բանի մասին։ Եվ ասում է եկել եմ ասեմ, որ մեզ վրա կարող եք հույս դնել։ Այո, բայց մի բան էլ հիմա հարցն է։ Ես կամ իմ ընդդիմադիր գործընկերները շատ մեծ ջանքեր են կարծոք թափել, որտեղ արևմտյան էլիտաները եկեք ընդունեք, որ բազմաշերտ են։ Այսինքն նույն էս եվրոչինովնիկության կամ բյուրոկրատիայի վրա չեն կարող իրենց մոտի հասարակական տրամադրությունները չազդել նրանց վրա։ Գիտեք, այնտեղ մի քիչ այլ ձև է։ Արդյոք մենք բավարար ջանքեր ենք թափել, որպեսզի արևմտյան ինստիտուտներն ու քաղաքական էստեբլիշմենտը
Բրյուսելի բյուրոկրատիայի ազդեցությունից դուրս գտնվող խմբերը իրական պատկերացում ունենան Հայաստանում տիրող իրավիճակի Այս մասին։ հարցադրումը ես պարբերաբար հասցեատերերին Կարծում եմ ուղղել ոչ չեն կարել, որովհետև նույնիսկ վրացի իմ գործընկերներից մեկը երեք շատ մեծ զարմանքով էր լսում, երբ որ ես պատմում էի, մեր հարևանն է, ինքն էլ շատ քաղաքականացված մարդ եւ հետեւում է նաեւ շատ մեծ զարմանքով էր լսում այն խնդիրների մասին, որ ես խոսում էի, որ Հայաստանում կան, որովհետեւ մենք սահմանափակվում ենք միայն շատ նույնիսկ Ռուսաստանի փորձագիտական շրջանակների հետ բավարար աշխատանք մենք չենք տանում, որ լոգիստիկայի, լեզվի եւ այլ խնդիրներ չունենք, չէ՞, ընդհանրապես հարաբերվելու։ Բայց այդ որ ասում եմ արդյունավետ համակարգ, դրա մեջ դա էլ է ենթադրվում, որ դու արտաքին պարտներների հետ էլ պիտի արդյունավետ աշխատանք տանես, որտեղ վերջացված կամ սպառված էլիտաներ չկան էլի, որոնց հետ հարաբերվելու կարիք չունենաս։ Ի վերջո մենք ինչի չհավատալով դիմում ենք ՍԴ։ Որտեվ ստիպում ենք, որ արդարադատությունը աշխատի, չէ՞, մեր վերջին հնարավորությունը օգտագործում ենք այդ ուղղությամբ։ Նույնը պիտի աշխատել նույնիսկ այդ եվրոպական կառույցների հետ, եթե նույնիսկ մենք իրանց համարում ենք կոռումպացված, վարկաբեկված եւ այլն, որովհետեւ բանա դա փոխելու։ Ես մի օրինակ եմ էլի ուզում բերեմ, արգելի Լիլիթ։ 2000 թվի համաժողովրդական շարժման շտաբի շրջանակներում մի հսկայական կառույց կար, որը միայն արտաքին ուղղությամբ աշխատելու համար էր ստեղծված։ Եվ դա բերում էր իր շատ կարևոր արդյունքները, հիշում եք, չէ՞, ժամանակ քաղաքականավոր թեմայով ինչ ճնշում կար։ Մենք այդ մասին առիթունեցել ենք խոսել։ Պարոն Սուրյանց, ամփոփելու համար մեր զրույցը ես եւս մեկ անգամ հիշեցնեմ Եվրահանձնաժողովի նախագահի այդ ուղերձը, եկել եմ ասեմ, որ մեզ վրա կարող եք հույս դնել։ Դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը երկար չի կարող սպասարկել Ռուսաստանին հակադրվելու օրակարգը։ Հիմա մի դեպքում ասում են մեզ վրա, արևմուտքից ասում են մեզ վրա հույս կդնեք, մյուս դեպքում խնդիր ունի հակառուսականությունը սպասարկելու Նիկոլ Փաշինյանը ձեր գնահատմամբ։ Եթե այդ տիկինը տենց հայտարարություն անում, դի նախ ստուգես իրերը տեղում են, թե ոչ։ Որովհետև այդ գողի մենտալիտետին համապատասխան հայտարարությունն է, հիշեք Ուկրաինայում իրենց տեր կողքին լինելը Ուկրաինային ինչ աղետալի հետևանքներ է բերել։ Այդ ամենավտանգավոր հայտարարությունն է, երբ որ քեզ գայթակղում են անիրական պատրանքներով եւ մի մեծ գազանի երախն են քեզ տեղավորում այդ հայտարարություններով, վիճակագրության կարիք չկա այս պարագայում, բայց հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կոլապսը մեզ բերել է մոտավորապես 4-ից 5 միլիարդ դոլարի վնաս, կամ մեր հնայի 15-ից 20%-ն է կրճատվելու։ Տիկինը երեք պաթոսով խոսում էր մի քանի տասնյակ միլիոն եվրոյի աջակցության մասին։ Խոստանում էր մի բան, որ անգամ իր ուժերից է վեր, ասենք խոստանում էր դյուրացնել առևտուրը Հայաստան Եվրամիություն, այն պարագայում, երբ որ դա կոնսենսուսով կայացվող որոշում է, իսկ Ադրբեջանը 5-6 առևտրային խոշոր գործընկեր ունի Եվրամիությունում եւ ամեն րոպե կարող են ուղղակի վետո կիրառել այդ կնոջ գեղեցիկ հեքիաթների մասին։ Եվ երրորդը, բացի քեզ Ռուսաստանի համար որպես գլխացավանք դիտարկելուն, քո հետ կապված Եվրամիությունը ոչ մի ստրատեգիական պլան չունի։ Անօգներ կրկնելու եմ, չկա աշխարհում որևէ երկիր մեր ոչ բարեխիղճ դաշնակցից բացի, որը պատրաստ է քեզ ավանդագույնության երաշխիքներ տալ։ Չկա որևէ երկիր, վրացիներն էլ անցան այդ ճանապարհը, ոսկե սարեր, խոստումներ, նրանց սթափության պահը եկավ, երբ որ տանկերը հայտնվեցին ռուսական Թբիլիսի մերձակայքում։ Եվ սկսեցին քաղաքականությունը վերանայել, հիմա շատ բալանսավորված քաղաքականություն է վարում։ Երբ որ Եվրամիության այդ պաշտոնյան ասում է, որ իրենք միջև վերջ մեր կողքին են, մեր զգոնությունը պետք է ավելի բարձրացնենք, որտեղ մեզ շատ մոտ ենք վտանգին ուրեմն։
Շնորհակալություն։